Շնորհակալություն, Վահե Մակարյան։ Պարոն Ղազենյան, Պարոն Ղազենյան, փաստացի տեսանք, որ իրավական ճանապարհով դատարանում չկարողացաք հաջողության հասնել եւ ինչպես դուք եք ասում, ապացուցվեց, որ քաղաքական որոշում էր հեծախլելը, բայց դա դատարանը ամեն դեպքում չարձանագրեց եւ իրավական առումով ձեր օգտին որոշում չկայացվեց։ Նախ սրա հաջորդ քայլը ո՞րն է լինելու, կան իրավական այլ մեխանիզմներ ձեր ուզած նպատակին հասնելու մասով, թե սպասում եք ընտրություններին, որ քաղաքական ճանապարհով լուծեք, օրինակ իշխանության եւ քաղաքական որոշում կայացնելով հետը հետ վերցնեք։ Սա մեկ էլ քաղաքական կոմպոնենտ կա այս հարցից մեջ, վստահ եք, որ գալու եք իշխանության, որտեղ ձեր թիմակիցների հայտարարություններից տպավորություն է, որ դուք 100% գալու եք իշխանության եւ արդեն տեղեկություններ կան, որ նույնիսկ պաշտոններ եք բաժանում իրար մեջ, տենց որոշում եք, թե ով ինչ նախարար պետք է լինի, ով ինչ պորտֆել պետք է։ Ես ինչ եմ ալնալու, ես չգիտեմ։ Ունեք ինֆորմացիա։ Դե ձեզ նորից երևի կտեղափոխեն հետ արդեն տնօրենի կարգավիճակում։ Չեք ուզում։ Ես չգիտեի ճիշտ ասած։ Դե ձերը չգիտեմ։ Ամեն դեպքում կարծիքներ կան, որ մի տեսակ ժամանակից շուտ եք ուրախանում եւ ոնց որ կտրվել եք իրականությունից, չեք կարծում, որ իսկապես գետնից կտրվել եք նախապես այդպեսի հայտարարություններ անելով։ Ինչու եմ ասում, որովհետեւ 21 թվականին այդպեսի 21 թվականին այդպեսի մի փորձ ունեցանք, պարոն Ղազենյան, իհարկե միշտ հաճելի է լսել, որ դուք առաջատարն եք, հաղթում եք եւ այլն, բայց այդ 21 թվականին Ռոբերտ Քոչյանն էր այդպես հաղթաշարով եկավ, հետո ունեցանք այն, ինչ ունեցանք։ Հիմա մի քիչ տեղ թողնեք, էլի, որ մարդը վաղը բավոր պարտվեք կամ բավոր որ 50 պլյուս չհավաքեք, հետո ինչ եք ասելու ձեր ընտրողներին կամ այն մարդկանց, որոնք հույսեր էին ակնկալիքներ ունեն ձեր հետ կապված։ Շնորհակալություն։ Պարոն Մակարյան, ես եմ շնորհակալ հարցի համար, եթե չեմ սխալվում, նախորդ ասուլիսին էլ մոտավորապես նմանատիպ հարց տվեցիք, պատասխանը չի փոխվել, ես ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ, որ ուժեղ Հայաստան կուսակցությունում երբևէ որևիցե ձևով, որևիցե մեկի կողմից պաշտոն չի բաժանվել։ Եթե կլինեն անհատներ եւ հուսով եմ, որ չկան այդ անհատները, որոնք իրենց առօրյա շատ մերձավոր կապերում կփորձեն ինչ-որ բաներ պատկերացնել, ինչ-որ իրենց պատկերացնել, ինչ-որտեղ կներեք հազար անգամ մեծ կուսակցություն է, արդեն օր-օրի մեծանում ենք, ես այսպես ասեմ, մենք հորդորում ենք այդպիսի բան չանել, բայց շատ կարևոր է, որ կուսակցության խորհուրդը, կուսակցության կորիզը եւ քաղաքական թիմը որևէ պարագայում որևիցե մեկի հետ որևիցե բան չի քննարկել։ Ես խորհրդի անդամ եմ, խորհուրդը բաղկացած է 5 անձից։ Ես ոչ մի բան չեմ քննարկել, ինձ հետ ոչ մի բան չի քննարկվել եւ չեմ էլ պատրաստվում քննարկել։ Դա այդ հարցի հետ կապված ուղիղ ուզում եմ մեր եւ ձեզ հարգելի լրագրողներ եւ մեր հեռուստադիտողներին կամ լսողներին ուղիղ ասել, ով որ կասի այնտեղ պաշտոն են բաժանել, իմ անունից ասեք դու ստախոս ես։ Եթե օրինակներ չբերի։ Գիտեք, եկեք դուրս գանք մի պահել, ես մեր հայկական իրականությունից դե սենց ասում են, դենենց ասում են։ Իսկ ով է ասում։ Իսկ կա ապացույց, կա ինչ որ անուն, օրինակ Պետրոսյան Պետրոսը ասել է, որ ինքը վաղը լինելու է հաղթելու դեպքում այսինչ նախարար կամ այսինչ, չգիտեմ, պարեկ կամ ինչ որ բան։ Հիմա ինչ վերաբերում է արդեն հաղթածին։ Տեսեք, գոյություն ունի սոցիոլոգիա։ Ըստ մեր հարցումների, այսինքն լինելով այսքան շատ կարճ ժամանակվա ուժ, ըստ մեր հարցումների մենք ունենք բոլոր հնարավորությունները 50+1-ի հասնելու։ Մենք ունենք տարբեր սցենարներ, որի մասին չենք բարձրաձայնելու, ինչքան ուզում եմ ես խնդրեմ, պրովոկացիա անեն, չգիտեմ, եւ այլն, մենք չենք պատրաստվում մեր սցենարները, այսպես ասած, պլանները բացահայտելու, որովհետեւ բացահայտելու դեպքում դու արդեն քո հակառակորդին տալիս ես հնարավորություն դրա դեմ հակադրվելու։ Ինչ վերաբերում է 21 թվականին, ես չեմ ցանկանում հիմա քննարկել որևիցե ուժի, այսպես բացի իշխող փոքրիկ խմբակի որևիցե ուժի որևէ գործողություն։ Իրենք այդպես են համարել, այդպես են ճիշտ համարել, այդպես են արել։ Մենք գետնի վրա ենք, մենք ամենօրյա աշխատանքի մեջ ենք եւ շատ լավ պատկերացնում ենք վիճակը, շատ լավ պատկերացնում ենք որտեղ ենք, այսպես բացարձակ առաջատար, շատ որտեղ ինչ որ աշխատելու տեղեր ունենք եւ այլն։ Նորից գալիս ենք նույն բանին, որտեղ է երևում, որ մենք գետնին կպած չենք։ Օրինակ հայտարարությունները, որ հաղթելու ենք, հիմա ես էլ եմ, մի քիչ դարավ բան այդ հաղթելու ենքն էլ
այսպես մենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու եւ ունենալու ենք ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի դեմքով, այսպես sense կարճ մեկնաբան։ Շատ նորմալ է, այսինքն դրանից երևաց որ մենք գետնի վրա կպած չենք։ Մենք քաղաքացու հետ շփումը այդ սոցիոլոգիական հարցումները այդ ամբողջ արձագանքից ենք դա ենթադրում, վայ ջան, մենք այնպես չի որ մենք հա այտենց գնացել ենք, մենք մեզ ոնց որ անցած անգամ ասեցի, գնացել մենք մեզ նստել ենք, որոշել ենք այդպես է։ Նորից ասում եմ, մեր ուժը աշխատում է բոլորի հետ, բոլոր խավերի հետ, բոլոր քաղաքների, գյուղական համայնքների բոլորի հետ անհատական եւ առանձին։ Օրինակ նախորդ ընտրություններին Նիկոլ Փաշինյանը որ 54% ձայն հավաքեց, դա մոտ 688,000 քաղաքացի է։ Հիմա պարզ մաթեմատիկական հաշվարկ է ենթադրում է, որ դուք գոնե մի 600,000 հոգի շփվել եք, որ իրանք ասել են 100% դեզ են գային։ Եթե դուք տեսեք, եթե դուք ուսումնասիրեք 18-21 թվականի ընտրությունները եւ մասնակցելիության աճը գումարած իրենց ձայների կորուստը, ձեր համար շատ բան պարզ կլինի, հիմա դա չբացեմ, չմեկնաբանեմ։ Եվ երկրորդը մենք կանխատեսում ենք մասնակցելիության աճ։ Ինչի համար, որովհետեւ եթե չեմ սխալվում 49.7% է եղել ամբողջ հանրապետությունով մասնակցությունը, մենք մասնակցության աճը ենթադրում ենք այն պատճառով, որ մենք մասնակցության աճը ենթադրում ենք այն պատճառով, որ մյուս 50%-ը չտեսնելով որևէ ուժի, որին իրենք կարող են նախընտրել եւ բոլորին դեմնել չկա, ուղղակի չեն գնացել ընտրության։ Սամվել Կարապետյանի ուժը ենթադրում է նոր հույս, ենթադրում է նոր աշխուժություն, այսպես ասած, որի արդյունքում մասնակցությունը չեմ ուզում թվեր ասեմ, չասեմ հետո սխալ ասեց, բայց էականորեն աճելու է։ Իսկ էականորեն աճի մասնակցության դեպքում ստիպում եք խաղաքարտերը բացել։ Իսկ էականորեն մասնակցության աճի դեպքում իշխանությունը ուղղակի շանս չունի, որովհետև նույն 50% չմասնակցողները, եթե քվեարկելու լինենք, գնային քվեարկեին հենց 21 թվականին։ Ես ինչ վերաբերվում է որոշմանը, որոշումը